երեք պատերազմ պարտվելով ինքը չի կարողանում վերականգնվել, չի հավատում, որ Հայաստանը կարող է լինել անկախ պետություն, Հայաստանը կարող է դառնալ ուժեղ պետություն, բայց մենք ձեզ հետ դրա համար ենք, որ ապացուցենք հակառակը, որ Հայաստանը շատ արագ կարող է վերականգնվել, շատ արագ կարող է դառնալ ուժեղ պետություն, միայն մեզ պետք է, որ մեր համախոհները վստահ լինեն իրենց ուժերի վրա, մենք գլխավոր խնդիր ենք դրել, տանենք բացարձակ հաղթանակ, ինչը որ ես վստահ եմ ունենալու ենք, ձեր օգնությամբ մենք ունենալու ենք, մենք Տաուշը պետք է դարձնենք ոչ թե Հայաստանի համար ամբողջ աշխարհի տուրիզմի կենտրոններից մեկը, մենք այսքան գլուխ են գովում Դիլիջան, բայց ինչ ենք արել Դիլիջանի համար, ոչ մի բան չենք արել, փոքր ինչ-որ կծկտուր, մի երկու հատ ռեստորան են բացել, բայց տուրիստներ չկան, Հայաստան մտած տուրիստների ընդամենը 1% հասնում է Դիլիջան, դա թվերով որ ասեմ օրը մի 100 մարդ, 100-150 մարդ են հասնում Դիլիջան, չի կարող զարգանալ շրջանը, մարզը, ունենալով այդքան հնարավորություններ, 100, 500, 1000, դրանք միլիոնների պետք է հասնենք, պետք է այնպես զարգացնենք, դուք երևի գիտեք ու լսել եք կամ ունեք ձեր ձեռքի տակ մեր ծրագիրը $1 միլիարդ տուրիզմի համար, որից 500 միլիոնը մենք ուղարկելու ենք մարզերը, դուք էլ հասկանում եք, որ գլխավոր շահառուն այստեղ իր հնարավորություններով լինելու է Տաուշի մարզը,